Ցավոք սրտի ասեմ հետևյալը, որ դա եղել է մոտ 5 տարի առաջ եւ այնտեղ դեռևս Արցախը ամբողջությամբ հանձնված չի։ Հիմա որ լսում եմ հետին հայացքով եւ ասում են, որ եթե ԱՄՆ Արցախը ամբողջությամբ կտա, այսինքն ինձ բռնացնում եմ այն հանգամանքի վրա, որ ինչ գուշակություն անում եմ, կատարվում է եւ պիտի աշխատեմ սրանից հետո տենց գուշակություններ կամ վերլուծություններ կամ ապագայի կանխատեսումներ չանել, որտեվ փաստորեն հիմա հետին հայացքով որ նայում ես, այն ինչ որ ասել ես, այսօր արդեն կատարված փաստի առաջ են կանգնած եւ ընդամենը 3 ազգային ժողովում նորից տեսանք, թե ինչ վիճակում հայտնվեց երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու սա դեռ շարունակում է, դա է մեծագույն ողբերգությունը, թե չէ մնացածը ինչ որ ասել եմ ցավոք սրտի ես ընդեղ իհարկե ասում եմ, որ որոշ ընկերներիս նկատմամբ ես շատ սուր բաներ եմ ասել ժամանակին, որպեսզի այդ մարդիկ սթափվեն, հասկանան, որ այդ մարդու հետ ցանկացած համագործակցությունը դա կործանարար է։ Այդ առումով բնականաբար այդ ընկերներիս նկատմամբ իմ վերաբերմունքը միշտ նույնն է եղել, ես այդ մարդկանց դեմ անձամբ որևէ բան չունեմ, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի, բայց նույնպես եմ կրկնում, ես ընդեղ էլ ասում, ես չգիտեի, որ այդ միտքը ընդեղ արտաբերել եմ, որ ես ընկերներիս նկատմամբ սուր արտահայտություններ եմ անում, սուր քննադատության եմ ենթարկում, որ իրանց ուշադրությունը ավելի սրեն, որ իրանք կարողանան հասկանալ, թե ում հետ գործ ունեն եւ ուղղակի այդ մարդու հետ դադարեն որևէ առնչություն ունենալուց։